Պարոն Արեյան, խնդրում եմ ձնամաքրման աշխատանքների վերաբերյալ տեղեկատվություն ներկայացնեք։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ։ Համաձայն հիդրոմետ ծառայության տեղեկատվության նախորդ շաբաթվա ամսի 20-ին եւ 23-ին սպասում էին ձյան տեղումներ։ Ամսի 20-ի տեղումները թույլ էին, իրականացրել ենք աշխատանքներ, դրանից հետո եղել է կտրուկ անկում, լուսադեմին նորից իրականացվել են փողոցների մշակման աշխատանքներ, որևէ խնդիր չենք ունեցել։ Ամսի 23-ի ձյունը կանխատեսելի էր, նախապես հայտարարված էր, որ ցերեկն է տեղի ունենալու սկսվելու տեղումները, առավոտյան ժամը 11:20-ին սկսվել է Մայրաքաղաքի ամբողջ տարածքում տեղալ ձյուն։ Բավականին ինտենսիվ տեղումներ էին։ Ձյան տևողությունը տեղումների տևել է առավոտյան 11:20-ից մինչև երեկոյան 20:30, 21:00 նոր դադարել է ձյունը, վերջնականապես։ Այդ ժամանակահատվածում նախ ես նշեմ գործողությունների մեր իրականացումը, այնուհետև առաջացած խնդիրներն ու իրավիճակը։ Ժամը 10:30-ի դրությամբ ԵԱՍՄ հիմնարկի բոլոր մեքենամեխանիզմները աղով ավազով բեռնված, տարբեր եզրաչափի, տարբեր ֆունկցիայի, 37 բազմաֆունկցիոնալ մեծ, 12 փոքր մեքենաները 49 միավոր ամբողջությամբ տեղակայված են եղել վարչական շրջաններում ըստ նախապես մշակված մեր դիսլոկացիոն սխեմայի։ Ձյան տեղում միաժամանակ մոբիլիզացված է եղել նախապես զգուշացված էր կանաչապատում հողակին, պարոն Բեգոյանի հետ քննարկել ենք, որ իրենք էլ պատրաստ լինեն դուրս գալու մաքրման աշխատանքների։ Աշխատանքները սկսվել են 12-ի մոտ արդեն ժամը, առաջին իսկ գրեթե 1 սանտիմետր դեռ չհասրած սպիտակած վիճակում ասֆալտը սկսեցին աղ ու ավազի ցանելու աշխատանքները Մայրաքաղաքում։ Նախապես 2-3 ժամ հետո ինձ տրամադրվել է պարոն Կատվալյանի կողմից էլեկտրոնային սխեման, որ մեքենան որ հատվածում է գտնվում։ Եվ այսպես շարունակվեցին աշխատանքները մինչև ուշ երեկոյան, որից հետո առավոտյան արդեն մոբիլիզացվեցին միաժամանակ կանաչապատում հողակի աշխատակիցները, որոնք մաքրել են բոլոր աշճանները, ստորգետնյա, վերգետնյա անցումների, շենքեր տանող, այգիներ տանող։ Ընդհանուր առմամբ մոբիլիզացված է եղել 137 միավոր տեխնիկա, որից 107-ը ԵԱՍՄ հիմնարկին է եղել, 30-ը տարբեր ֆունկցիոնալ կարողությունների տեր մեքենաներ կանաչապատում հողակից։ Մոտ 650 բանվորական ուժ է աշխատել այդ 2 օրերի ընթացքում։ Մաքրման աշխատանքները տևել են մինչև ուշ երեկո, որից հետո նկատի ունենալով ջերմաստիճանի անկումը առավոտյան 4:30-ից, այսինքն 23 լույս 24-ի գիշերը, ամբողջ տեխնիկան դուրս է եկել փողոց եւ մշակել բոլոր փողոցները։ 24-ի ժամը 10-ի դրությամբ Մայրաքաղաքի բոլոր կենտրոնական եւ մասամբ երկրորդային փողոցները լրիվ մաքրված են եղել ձյան եւ սառույցի ծածկույթից, եղել է սև ասֆալտ, սա փաստում են եւ օպերատիվ ծառայությունները մեր եւ մեր շրջայցը եւ վարչական ղեկավարների շրջայցը։ Սակայն, պարոն քաղաքապետ, ունեցանք խնդիր։ Ամսի 23-ին խցանումներ առաջացան Մայրաքաղաքում, գրեթե ամբողջ տարածքում, բայց հիմնական կանգը խցանումները եղան կենտրոն վարչական շրջանում։ Մենք քննարկել ենք շաբաթ օրը ԵԱՍՄ-ում պատճառները։ Այն իմ կասկածը, որ ուշ է մտել տեխնիկան, այո, եղել են ուշ մտնելու ժամեր, եւ դա պայմանավորված է եղել երթևեկի ինտենսիվությամբ տրանսպորտի, ուղղակի ԵԱՍՄ-ի մեքենամեխանիզմները չեն կարողացել մտնել երթուղի։ Ստիպված ժամը 2-ից հետո նոր դիմել ենք պարոն Փամբուխչյանը օգնությամբ բարեկային ծառայությանը, որը սկսել է ճանապարհ բացել մեր մեքենաների համար եւ մեքենաները կարողացան արդեն մշակել աղ ու ավազով փողոցները։ Երեկոյան տևել է դա 6 ժամ, ժամը 14:30-ից 15:00-ի մոտերքից մինչև 21:00, 21:30 կենտրոնում։ Ժամը 19:30, 20:00-ի ժամանակահատվածում ամբողջապես մաքուր է եղել Նոր-Նորք վարչական շրջանը,
բոլոր փողոցները մաքրված, Ավան վարչական շրջանը, Քանակեր-Զեյթուն, Արաբկիրի հյուսիսային գոտին։ Այդ ժամի դրությամբ դարձյալ խնդիրը մնում էր կենտրոնում։ Խցանումներ, տևական կանգ, այն պատճառաբանությունը, թե աղ ու ավազ ցանված չի եղել, մենք ունենք 37 միավոր տեխնիկա, 1204 կիլոմետր է մայրաքաղաքի ճանապարհների ամբողջ երկարությունը, 15 միլիոն քառակուսի մետր մաքրվող տարածքն է մեքենա մեխանիզմներով, 8.6 միլիոնը ձեռքով բակային տարածքներն են։ Այս թվերը բերում եմ նրա համար, որ միաժամանակ տեխնիկան չէր կարող մտնել բոլոր փողոցները, բայց այնուամենայնիվ ոչ թե որպես արդարացում, ոչ թե որպես պատճառ, այլ փաստ հանգամանք, որ ծառացավ այդ պահին, մենք տնօրենի եւ պարոն Կարոյանի հետ մանրամասն վերլուծել ենք, սխեման դիսլոկացիոն շարժը ամբողջ մեքենաների հատատ նայելով, որ կենտրոնում այո չկարողացանք ժամանակին մտնել եւ պատճառը միանգամից ինտենսիվ ձանտեղումները երթևեկի մեջ չկարողացան ժամանակին մտնել մեր մեքենաները ստիպված բարեկային ծառայության օգնությամբ ասել թե որևէ աշխատանք չի տարվել թույլ տվեք որևէ պատճառ որևէ իրավիճակ չարթարացնելու միտում չունենամ արդարացնելու միտում չունենամ պարոն քաղաքապետ ես ձեզ տալիս եմ շատ օբյեկտիվ եւ հաստատի զեկույց այնուամենայնիվ չի համապատասխանում իրականությանը, որ մեքենա մեխանիզմ չաշխատեց կամ աղավազ չի ցանվել։ 1000 տոննա աղավազի խառնուրդ ենք ծախսել այդ երկու գիշերը։ Երբ որ 10,000 տոննա ծախսել ենք այս դեկտեմբերի 27-ից մինչև 23-ը հունվար։ Նախորդ տարիների նույն ժամանակահատվածը հազիվ 5000-6000 տոննա է եղել։ Նույն ժամանակահատվածը նույնիսկ ամբողջ ինտենսիվ սեզոնը դեկտեմբեր մարտ ամիս փետրվարի վերջ մենք արդեն 10000 քմ ծախսել ենք որտեղ պարբերական են տեղումները պարբերական են եւ ինտենսիվ են տեղումները եւ մենք պատրաստ ենք ամեն անգամ որքան էլ կրկնվեն դրանք մենք պատրաստ ենք մեր աշխատանքը կատարելու այո պարոն քաղաքապետ պիտի արձանագրենք որ ունեցանք խնդիր որը հանգեցրեց բնակչության զայրույթի, բայց հիմնական փաստը սա էր, որ արձանագրվեց հիմնականում կենտրոն վարչական շրջանում, ինչը անդրադարձավ իհարկե մյուս շրջանների վրա։ Ես մի հարցի կպատասխանեմ հարցով, պարոն քաղաքապետ, որ շատ է մեզ ներկայացվել տարբեր ուղղություններից, տուրք չենք տվել որևէ արձագանքի, որովհետև մեր խնդիրը եղել է աշխատելը, խնդիրը լուծելը։ Այն հարցին, թե որևէ գործ արված չէր եւ սահադաշտ էր վերածվել քաղաքի, ես կպատասխանեմ հարցով։ Եթե այդպես էր, ապա այդ նույն սահադաշտը ամսի 24-ի առավոտ ժամը 10-ին ուր վերածավ։ Ոնց այդքան սառույց մի գիշերում գոլորշացավ։ Շնորհակալ եմ։ Այդ ամբողջը մշակվել, չարթվել է։ Միայն մեկ խնդիր, շնորհակալություն ձեզ, պարոն քաղաքապետ, հիմա արդեն գիշերը -10, ցերեկը -1+1 է սարսափեկորներն են կախվում շենքերից, կամուրջներից, փրկարծառայության աջակցությունը պիտի խնդրենք, որ հասնելու ենք դրան։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Արյան։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար